Քաղաքացիների կյանքը պետք է լինի խաղաղ եւ կանխատեսելի։ Սիրելի հայրենակիցներ, այժմ բոլոր կուսակցությունները պատրաստվում են ընտրություններին։ Ներկայացնում են նախընտրական ծրագրեր, տալիս են նախընտրական խոստումներ։ Հասկանալի է, որ ոչ մի կուսակցություն կամ առաջնորդ չի ասի, թե գալիս եմ թոշակները սառեցնելու համար կամ հարկերը բարձրացնելու համար։ Բոլոր խոստումները կլինեն գեղեցիկ եւ գրավիչ։ Շատ խոստումներ նույնիսկ նման կլինեն միմյանց, եւ դա բնական է, նույն երկիրն է, նույն խնդիրներն են, նմանատիպ լուծումներ տարբեր ձևակերպումներով։ Մի խոսքով գնում է պայքար գեղեցիկ ծրագրերի եւ գրավիչ խոստումների միջև։ Ինչ պետք է անի ընտրողը, ինչպես պետք է քաղաքացին տարբերակի թացը ջորից։ Ես առաջարկում եմ ամենապարզ եւ ամենառացիոնալ լուծումը։ Տարբերել քաղաքական գործիչների գեղեցիկ ծրագրերը, բարի ցանկությունները եւ դրանք իրականացնելու իրական կարողությունները։ Գտնել այն տեխնացուին ու թիմին, ով կարող է համադրել գեղեցիկ խոստումները դրանց կատարման կարողության հետ։ Նայել, թե մասնակիցներից ով է իր փորձով, գիտելիքով, կամքով ի վիճակի իրականացնել այդ ամենը։ Հենց այս հանգամանքն է մեր Հայաստան դաշինքի ակնհայտ մրցակցային առավելությունը։ Ոչ մի տեխնացու չունի պետական կառավարման, անվտանգային ոլորտի, արտաքին քաղաքականության, տնտեսական եւ մասնավոր բիզնեսի իմ ունեցած համակցված փորձը։ Այդպիսի փորձ ոնց որ Հայաստանում ընդհանրապես ոչ ոք չունի, այսպես է դրսևորվել։ Մի անգամ դուք արդեն հավատացել եք գեղեցիկ խոստումներին, հայտնի քաղաքական խարդախից, որը ուներ զրոյական կառավարման փորձ։ Եվ ստացել ենք աղետ եւ նվաստացում։ Իմ կոչը պարզ է, դա թարեցրեք փորձարկումները։ Երկիրը տրենաժոր չէ, որի վրա անփորձ մարդիկ պետք է սովորեն կառավարման տարրական կանոնները։ Դա երկրի համար չափազանց թանկ շքեղություն է։ Սիրելի հայրենակիցներ, այս հողը, ինչ որ տեսնում ենք, ամենաբերի հողը չէ։ Մեր լեռները ամենաբարձրը չեն, մեր ընտերքը ամենահարուստը չի, բայց սա մեր հայրենիքն է, մեր հողն է, եւ այս հողը ծնել է իմ կարծիքով ամենից խելոք, ամենից աշխատասեր, մի քիչ միամիտ ժողովուրդ, մի ժողովուրդ, որը արժանի է շատ ավելի լավ կյանքի։ Դուք կարող եք ինձ սիրել կամ չսիրել։ Համոզված եմ, որ առաջնորդը սիրելու համար չէ, սիրելու համար ուրիշ բաներ կան։ Առաջնորդը ձեր կյանքի որակը բարձրացնելու համար է։ Կարևորը այն է, որ ես եւ մեր թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին եւ ունակ ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարօրությունը։
մեր երեխաների ապագայի համար եւ հանուն ուժեղ եւ անկախ Հայաստանի։ Միասին մենք կարող ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, սցենարով այնպես էր նախատեսված, որ ես պետք է թիմին հրավիրեի բեմ, բայց նայում եմ դահլիճին եւ հասկանում եմ, որ այսքան տեղ այս բեմը չունի։ Դահլիճը լեցուն է, մեր թիմը դուք եք եւ նրանք են, ովքեր այսօր դիտում են էկրանների վրա մեր այս հանդիպումը։ Եվ քանի որ չեմ կարող հրավիրել ձեզ այստեղ, ուրեմն ես պետք է գամ ձեր մոտ։ Շնորհակալություն։ Լավ է։